International TV-ի եթերում ամերիկյան երեկոյան լրահոսն է, ձեզ հետ եմ Ականտն է, բարև ձեզ։ Ինչ է տեղի ունեցել հունվարի 22-ին ԱՄՆ-ում, տեղեկանանք միասին։ Խոշոր ավտովթար Նյու Յորքում իրար են բախվել 60 մեքենա, պատճառը վատ եղանակային պայմաններն են։ Մինեսոտայում շարունակվում է բախումը IRS-ի աշխատակիցների եւ հասարակության միջև, կան տուժածներ։ Յուտայում նախազգուշացրել են սպասվող երկրաշարժի մասին։ ԱՄՆ-ի որոշ շրջաններում ձնաբքեր են սպասվում։ Նախագահ Թրամփը Դավոսում հանդիպել է Ուկրաինայի նախագահի հետ։ Լոս Անջելեսում անհայտ անձը հարձակվել է Հայաստանից ժամանած ռուսախոս ընտանիքի վրա։ Նյու Յորքում A90 մայրուղու վրա տեղի ունեցել ավտովթար։ Պատճառը վատ եղանակային պայմաններն են, 60 մեքենա բախվել են իրար, կան տուժածներ։ Շտապ օգնության աշխատակիցները անմիջապես հասել են դեպքի վայր եւ նրանց տեղավորել մոտակա հիվանդանոցներում։ Սան Խոսեում ոստիկանությունը փորձել է կանգնեցնել այն անձին, ով ավտոսրահից մեքենա է գողացել եւ փախչել։ Ոստիկանության հետապնդումից հետո նա կանգնացրել է մեքենան, կրակել ոստիկանության աշխատակցին եւ գողացել մեկ այլ մեքենա։ Արդյունքում ոստիկանները գտել են նրան ոստիկանության աշխատակցի կրակոցի հետևանքով, վերջինս մահացել է։ Սոլտ Լեյք Սիթիի բնակիչները ստացել են զգուշացնող նամակներ սպասվող երկրաշարժի մասին։ 4.7 մագնիտուդով երկրաշարժից բարեբախտաբար տուժածներ եւ ավերվածություններ չկան։ Ամերիկայի 35 նահանգներում ձնաբքեր են սպասվում, ինչի պատճառով հնարավոր է էլեկտրաէներգիայի եւ գազի անջատումներ։ Նյու Յորքի տերմինալներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Փրկարար ծառայության աշխատակիցները 20 մեքենա անմիջապես ժամանել են դեպքի վայր։ Բարեբախտաբար տուժածներ չկան։ Հունվարի 22-ի համար նախատեսել էինք այսքանը, կհանդիպենք վաղաց, տեսություն։